Ახალციხემ ვეტერან ფეხბურთელთა ტურნირს უმასპინძლა. ძალიან მნიშვნელოვანია მსგავსი აქტივობები ჩვენი მუნიციპალიტეტისათვის, მთელი რეგიონისათვის. ტურნირი ახალციხის საპატიო მოქალაქის კახა კახაძის ინიციატივითა და ֆինանսური. Հուլիսի 21-ին Սամսխե Ջավախեթիի Ախալցիխե քաղաքում կայացավ ֆուտբոլի տարածաշրջանի վետերանների գավաթի առաջնություն, որին մասնակցեցին մեր Նինոզմինդայի ֆուտբոլի վետերանները եւ զբաղեցրին երրորդ հորիզոնականը։ Մեկ շաբաթ առաջ հրավերք ենք ստացել տարածաշրջանին մեր ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, որ ամսի 21-ին պետք է անցկացվի տարածաշրջանում վետերանների գավաթի առաջնությունը։ Նոր ավերք ստանալուց հետո անմիջապես անցա աշխատանքից թիմը վերակազմավորեցինք, հավաքեցինք, ընդամենը կարճ ժամանակահատվածում մեկ շաբաթվա ընթացքում սկսեց թիմը վերապատրաստվել եւ երեք մասնակցեցինք արդեն Ախալցիխեում առաջնությանը։ Երկու հանդիպում ունեցանք մեկ Ախալցիխեի թիմի հետ, երկրորդ Ադիգեն թիմի հետ, ճիշտ է առաջի խաղը տանուլ տվեցինք Ախալցիխեի թիմի հետ, քանի որ նախկին հավաքականի բոլոր ֆուտբոլիստերին լավ պատրաստված էր իրենց Ախալցիխեի թիմը, հաջորդը մեր գերագույն նպատակներ մասնակցելուց հետո անպայման գոնե դառնալ զբաղեցնել մրցանակային տեղեր եւ երրորդ տեղի պայքարի համար հանդիպեցինք Ադիգենի թիմի հետ եւ մեր տղաները ջանք ու եռանդ չխնայեցին, բավականին մեծ հաշվով կարողացանք հաղթել Ադիգենի թիմին եւ ընդհանուր հաշվարկով զբաղեցրինք երրորդ տեղը։ Իհարկե ինչ վերաբերում է կազմակերպությանը, բավականին լավ էին նախապատրաստվել, բավականին լավ էին կազմակերպել, ես շնորհակալ եմ մեր կազմակերպիչներից, հանձինս մեր Մայիս Ուրաձեից, Կելայից, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից եւ ամբողջ իրենց կազմակերպիչներից, ովքեր կազմակերպել էին բոլորն էլ ներկայ էին այդտեղ, ամիջապես պարգևատրմանը եւ խաղին հետեւում էին։ Ինչ վերաբերում է մրցանակին, թիմը պարգևատրվեց մեդալներով, գավաթներով, դիպլոմներով, անհատական նվերներով եւ միևնույն ժամանակ ասեմ, որ հովանավորների կողմից կար դրամական պարգևներ, առաջի տեղ զբաղած թիմը 2000 լարի էր, երկրորդ թիմը 1500 լարի էր, իսկ երրորդ տեղը 1000 լարի էր դրամական պարգևներ էին։ Մեր թիմը եւ զբաղեցրեց երրորդ տեղը եւ ֆինանսականը ստացավ։ Շնորհակալ եմ մեր տղաներին նախ թիմը կազմավորվելու համար, չհրաժարվելու համար, մեծ հաճույքով մասնակցեցին տղաները եւ ջանք ու եռանդ չխնայեցին եւ զբաղեցրեցինք երրորդ հորիզոնականը։ 6-ვე მუნიციპალიტეტის გუნდმა მიიღო მონაწილეობა სპორტის განვითარება ძამბერუშნისა და საქართველოსთვის. მადლობას ვუხდი ახალციხის მუნიციპალიტეტს, ბატონ მერს.